Գիտեք, սա ոչ այնքան ֆիսկալ հարց է, ինչքան քաղաքական հարց է։ Ասել մարդուն, որ դու կարող ես տալ 0% հարկ, դա նույնն է, թե ասել, որ մեզ ոչ մի պահանջ չներկայացնես, որ դու ունես 0% ձայն։ Հարկը ձայն է։ Հարկը ձայն է։ Մենակ ԱՄՆ-ում հարկատու եւ քաղաքացի տերմինները օգտագործվում են համարյա որպես հոմանիշներ։ Ասում են մենք հարկատուներս պահանջում ենք սա եւ նա։ Ասել, որ ժողովուրդ ջան, դուք կարող եք հարկ չտալ, թարգմանաբար ձեր լեզվից։ Նշանակում է ժողովուրդ ջան, ել ձեզ չտեսնեմ այստեղ։ Բողոքի ցույց անելիս, ինչ որ բան պահանջելիս, դուք գնացեք, սարքել ենք 0% ձեր համար, հարկ մի տվեք, բայց մի խոսացեք, բայց դուք մոռանում եք, որ հարկ տալով քաղաքացին նույնիսկ քիչ տվող հարկ, քիչ հարկ տվողը ունենում է նույն ձայնը, ինչ դուք եք ունենում։ Շատ հարկ տալով։ Հարկը հարց բարձրաձայնելու իրավունք է տալիս մարդուն։ Եվ ես կռահում եմ, որ ձեզ անհանգստացնում է այն, որ քիչ հարկ տվողը կարող է ունենալ նույն ձայնը, ինչ շատ հարկ տվողը, ինչ հարուստը, որ աղքատ մարդը կարող է ունենալ նույն մեկ ձայնը, ինչ հարուստ մարդու։ Իդեպ այդ հարցը թեթևակի շոշափվեց հարցերից մեկում, ով է, չեմ կարծեմ, պարոն Դարփինյանն էր, ասեց կլինի, գործարարները գնան խոսան կառավարության հետ, իրանց համար առանձնահատուկ, չէ՞։ Մոտա, եթե կարաք հետո պարզաբանեք։ Ինձ դա է մտահոգում ձեր նարատիվներում։ Դուք չեք ասում եկեք արդար հարկային համակարգ դնենք, ասում եք եկեք անհավասար հարկային համակարգ դնենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, քննարկում ենք ֆինանսավարական եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը եւ չնայած որ վերջի օրերին մեր ընդդիմադիր գործընկերների կողմից բազմաթիվ իրար հակասող եւ հաճախ իրականությանը չհամապատասխանող պնդումներ արվեցին, ուզում եմ այնուամենայնիվ այս ամբիոնից դիմել Տիկին Մանուկյանին, ասելով, որ ձեր ընտրության պարագայում Տիկին Մանուկյան, իդեմս ինձ եւ վստահ եմ իմ ֆրակցիայի գործընկերների, դուք ունեք վստահելի գործընկերներ ձեր ուրեմն ազգային ժողովի կողմից կառավարության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հնարավորինս ուրեմն արդյունավետության համատեքստում եւ բացառված է մի իրավիճակ, որտեղ մենք կլինենք ուրեմն քննարկման տարբեր կողմերում եւ դուք մեզ կհամոզեք ձեր դիրքորոշման ճշմարտացիության մեջ եւ մենք մեր դիրքորոշումը չենք փոխվի պայմանավորված մեր կուսակցական պատկանելությամբ։ Այնուամենայնիվ, հարգելի գործընկերներ, քանի որ խոսվեց ճշմարտությանը չհամապատասխանող կամ իրար հակասող պնդումների մասին, կուզեմ անդրադառնալ մի քանի դրվագների։ Երեք պարոն Ֆարմանյանը հարցի ընթացքում պնդում արեց, որ Վրաստանում բիզնես վարկերը շատ ավելի էժան են, քան Հայաստանում, սա կոնկրետ փաստային աղավաղում է, հարգելի գործընկերներ, որովհետև այս պահին իմ ձեռքի տակ ամենաթարմ տվյալներն են, ըստ որի Հայաստանի Հանրապետության ազգային արժույթով բիզնես վարկերը տատանվում են 11.5-ից 13%-ի միջակայքում, մինչդեռ Վրաստանում նույն միջակայքը 14-ից 15.5% է։ Եվ չնայած արձանագրեցինք, որ այս պնդումը ինքնին իրականությանը չի համապատասխանում, հաջորդիվ պարոն Ֆարմանյանը հարցնում է Տիկին Մանուկյանին, ասում է. Արդյոք դուք կարծում եք, որ օրենսդրորեն այս հարցը հնարավոր է կարգավորել եւ իր զարմանս ինձ Տիկին Մանուկյանը ասում է այո միանշանակ եւ խոստանում է, որ հանձնաժողովի նախագահի կարգավիճակում կանի առավելագույնը, որպեսզի այս հարցը մտնի օրակարգ։ Տիկին Մանուկյան, կխնդրեմ պատասխանեք իմ հետեւյալ հարցին, թե արդյոք դուք նկատի ունեք կարգավորում ֆինանսական համակարգի նկատմամբ տոկոսային առաստաղ սահմանելու տեսքով, եթե այո, ապա արդյոք ուսումնասիրել եք միջազգային փորձ նման պետությունների, ովքեր նման քայլի են դիմել եւ ինչ հետևանք է ունեցել այս քայլը տվյալ երկրների ֆինանսական համակարգի վրա։ Տիկին Մանուկյան, երեկվա հարցու պատասխանը լի էր այլաբանություններով, ձեր կողմից դուք համեմատում եք մեր պետական պարտքը եւ դրա օգտագործումը մի պայմանական տան հետ, որի առաստաղը կաթում էր եւ մենք շարունակ վերանորոգում էինք մանրահատակը։ Կխնդրեմ ձեր ելույթում շատ հստակ ասեք, թե ինչը նկատի ունեք այս ալեգորիան բերելով, թե օրինակ որն է այն մանրահատակը, որը մենք շարունակ վերանորոգում ենք, ենթադրվում է խոսքը գնում է ասֆալտապատման
աշխատանքների մասին կամ դպրոցաշինության, եւ որը ամենակարևորն է, հուշեք մեզ որն է այդ առաստաղը, որը կաթում է, որը մենք այսքան ժամանակ չենք նկատում։ Տիկին Մանուկյան, իմ գործընկերոջ հարցինի պատասխան, երեք դուք ասացիք, որ չեք պատրաստվում պատասխանել հարցին, որովհետև դուք քննության չեք։ Տիկին Մանուկյան, ամենայն հարգանքով, ես կարծում եմ, որ մենք բոլորս ամեն օր, երբ մոտենում ենք այս ամբիոնին, յուրովի քննության ենք ենթարկվում մեր հանրության աչքի առաջ։ Սա առաջին հերթին հարգանք է եւ մոտեցում է մեր հանրության նկատմամբ, որը մեզ հետևում է եւ կարծում եմ նույնիսկ այն պարագայում, երբ հարցի բովանդակությունը ձեզ դուր չի գալի, կամ նույնիսկ եթե այդ հարցի պատասխանը դուք չգիտեք, կարծում եմ դա լավագույն պատասխանը չէր եւ առաջին հերթին մեզ հետևող մեր հանրության աչքերում։ Ես երեք ձեզ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հարց տվեցի եւ դուք ի պատասխան իմ հարցին ասացիք, որ այո, միանշանակ տեսնում եք զուգահեռներ Հայաստանում անշարժ գույքի շուկայի ուրեմն գների եւ 2008 թվականի ԱՄՆ ուրեմն անշարժ գույքի գների բանի մեջ, դրսևորումների մեջ։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ ամենևին ձեր դիրքով, որովհետեւ հետո դուք ասացիք, որ կարելի ասել գուժեցիք նմանատիպ մի բան, ասացիք դե հույս ունենք, որ մեր մոտ էլ նույն ապագան մեզ չի սպասվում։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ բացարձակապես համաձայն չեմ այս համեմատության հետ, չնայած որ հարցը ես տվեցի, բայց իրականում որևէ առնչություն 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը մեր իրականության հետ չունի, մի պարզ պատճառով, որովհետև այն ճգնաժամը, որի մասին մենք խոսում ենք, ուներ մեկ հիմնական պատճառ։ Դա հիպոթեկային վարկերի արժեթղթավորումներ կամ փաթեթավորումը նոր արժեթղթերի տեսքով, որը Հայաստանի Հանրապետությունում ուղղակի գոյություն չունի, պայմանավորված այդ թվում մեր ֆինանսական շուկաների զարգացվածության աստիճանով։ Տարօրինակաբար երեկվա իմ հարցից հետո պարոն Մեսրոպ Մանուկյանը, չգիտես ինչի նյարդայնացավ եւ հորդորեց ինձ կամ պարոն Եղոյանին այլևս հարցեր չտալ ոլորտներից, որից մենք չենք հասկանում, ինչից հետո տարօրինակաբար տիեզերքի միակ տնտեսագետի կոչմանը հավակնող Մեսրոպ Մանուկյանը, նույնին ինքը մերօրյա Ադամ Սմիթը արեց հետևյալ տարօրինակ հայտարարությունը։ Նա ասաց, որ ինչ նկատի ունեք, որ հարց եք տալիս մեր պետական պարտքի կառուցվածքի հետ կապված։ Նկատի ունեք ներքին արտաքինը, ասեմ համամասնությունը 50.8 եւ 49.8։ Հարգելի գործընկերներ, գումարում ենք այս երկու թվերը, պարզվում է, որ մեր պետական պարտքը կազմում է ընդհանուր համամասնությունը, որ գումարենք, ստացվում է 100.6%։ Եվ թերևս կարելի է փակել այս թեման, այնուամենայնիվ Տիկին Մանուկյան, ես կկրկնեմ իմ հարցը, որովհետև ըստ էության չպատասխանեցիք, իմ հարցը հետևյալն է, քանի որ դուք կարևորում եք այս բանի թեման, պարտքի թեման։ Ենթադրվում է, որ պարտքի հետ կապված պետք է որ առնվազն որոշակի պատկերացում ունենաք այդ թվում պատքի կառուցվածքի վերաբերյալ, այդ թվում ներքին եւ արտաքին, եւ որ ամենակարևորն է, դրանից բխում է արտարժութային ռիսկը։ Եվ ուզում եմ համեմատության կարգով ասել, որ 2017 թվականին մեր պետական պարտքի կառուցվածքը հետևյալն էր. արտաքին 81.4% եւ ներքին 18.6%։ Հիմա այս համամասնությունը պտտվել է 180 աստիճան եւ մեր պարտքի մեծ մասը ներքին է, ինչը էականորեն նվազեցնում է արտարժութային ռիսկը մեր տնտեսության վրա։ Եվ հարգելի գործընկերներ, խոսելով մեր գործընկերների հանրապետական